Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դուք շատ ակտիվ որպես քաղաքական թիմի անդամ գրառումներ եք անում եկեղեցու հետ կապված Փաշինյանի գաղափարների ջատագով եք որպես հանդես գալիս։ Վերջո նորմալ է ձեզ համար այն ամեն ինչ որ տեսնում եք Նիկոլ Փաշինյանի էջում այդ վարամթերք այդ հայոյա խառնփողոցային ոճով արտահայտությունները։ Դուք այդ ամեն ինչը կիսում եք։ Տեսեք, մենք բազմիցս անդրադարձել ենք այս հարցին ու այս հարցերին, եթե ըստ էության ձեր համար խնդիրը այստեղ վարամթերքն է, կարծում եմ դուք այստեղ սխալ դիրքորոշում ունեք, որովհետև պետք է ընդհանուր բովանդակային հարց նայել, թե վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, այլ ոչ թե կաթողիկոսին, ինչպես դուք նշեցիք։ Ես նշում եմ, որ Կտրիչ Ներսիսյանին ուրեմն դուք չեք նշել։ Իսկ մինչև այդ ինչ-որ դոմփելու միջև դոմփելուց էր խոսում, այս կաթողիկոսին չեմ անդրադարձել։ Նոր լավ։ Վարչապետը մի հարց է ուղղել Կտրիչ Ներսիսյանին, նա կուսակրոնության ուխտը խախտել է, թե ոչ։ Այս պարզ հարցին ուղղակի կան տարբեր բարդ պատասխաններ, որը ըստ էության տարբեր եկեղեցականներ փորձում են քաղաքական նկրտումներով պատասխանել եւ չես հասկանում իրենք քաղաքական գործիչ են թե ըստ էության եկեղեցականներ։ Ես խնդրում եմ այս հարցին դուք ուշադրություն գրավեք եւ այլ ոչ թե կոնտեքստից կտրված ինչ որ հարցեր տակ, ինչ վերաբերում է ձեր ասած բառամթերքը այն է բնութագրում, ինչպես իրենց պահում են այսօրվա մեր եկեղեցականները ցավոք սրտի։ Ներողություն կներեք, եթերային չի, բայց ներողություն եմ խնդրում, բոլորը տեսնում են։ Արայով դիմել, ասել դոմփել քեռակնոջը, ասել պոռնկաբարո սրբազան, չգիտեմ ինչ։ Այդ ամեն ինչը երկի ղեկավարին հարիր բառապաշտը, այլ բարգոներ փոխանցել։ Ես ձեզ մի sense բան ասեմ, Ժողովուրդ ջան։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ցավոք սրտի ես ուզում եմ արձանագրել, որ մեր որոշ եկեղեցականներ իրենք ունեն նման վարքագիծ, որը ուղղակի այլ կերպ բնութագրել չի հնարավոր։ Վարչապետը Ժողովուրդ ջան, վարչապետը Ժողովուրդ ջան, Սեն Մեմերի շարքից է լինելու վարչապետը, Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, բայց վարչապետը բազմիցս իր գրառումներում անդրադարձել է տարբեր դրվագներով եւ թե նույն այդ մոմի հետ կապված այդ բիզնեսին խի ոչ մեկ չի անդրադառնում Ժողովուրդ ջան։ Վառած մոմ։ Չէ, մենք իրենց անբարո գործողությունների մոմ վառելուն ենք ասում, հələ բիզնեսը մի կողմ։ Ես հերթով ումից են արել այդ մոմը չգիտեմ։ Այնքան բազմաթիվ են նման վարքագծեր են մեր եկեղեցականների կողմից, որը ցավով արձանագրում եմ, որ Ժողովուրդ ջան, ես ասում եմ, որ մենք հարց ենք տալիս ուղիղ եկեղեցականներին, կա թե չկա նման խնդիր։ Եթե չկա, ուղղակի պետք է ասել, որ չկա։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով էլի, խնդրում եմ հերթով։ Ժողովուրդ ջան, հարց է ուղղում երկրի ղեկավարը, որը ըստ էության նա հայտարարել է ոչ թե երկրի ղեկավարը այս հարցին, այս նախաձեռնությունը սկսել այլ որպես եկեղեցական, այլ որպես եկեղեցու հետևորդ, որը շատ կարևոր է այս հարցում կարծում եմ, հարց է ուղղել եկեղեցականներին եւ Կտրիչ Ներսիսյանին ուղիղ, որ նա պետք է պատասխանի այս հարցին, նա խախտել է կուսակրոնության ուխտը, թե ոչ։ Այսինքն ձեր հետևորդները, ես ձեր հետևորդ չեմ, իմ անունից ասեմ, ձեր հետևորդները ԿՊ-ի կարող են իրենց իրավունք վերապահել, օրինակ ինֆորմացիա ունենալով, թե ձեր օրինակ որ նախարարական, որ պատգամավորը ում հետ ինչ անում, ով ումա դոմփում շատ կներեք, ով ում հետ ինչ անառակաբարո գործողությունների մեջ է, կամ ով ում կինը ոնց է ամուսնական ուխտը խախտում, կարող է հարցադրում անել մի բան էլի նախ ձեր բառամթերքը շատ վատն է, վայել ջան, ես խնդրեմ ու կպահանջեմ, որ ձեր որակումներում լինեք շատ զգույշ, Ժողովուրդ ջան, շատ զգույշ, խնդրում եմ ու այլ հարցեր։ Ոնց ասենք, բա հիմա մի բառն է հարցեր։ Դուք խնդրում եմ հերթով էլի Ժողովուրդ ջան։ Չէ, հերթով, այս հարցով ես մենակ այս կողմ էի թեքված, հիմա խնդրում եմ Ժողովուրդ ջան, մի րոպե էլի խնդրում եմ պայմանավորվենք։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ հերթով։ Տվեք, էլի պատասխանել եմ հարց, ես հարցին պատասխանեցի։ Պատասխանեցի այնքան, ինչքանով պետք է պատասխանեի։ Խոսքերը եւ կամ ասում, եթե օրինակ նման բառերով ասեն, թե որոշ պատգամավորներ կամ ԿՊ-ական ներկայացուցիչներ որտեղ եւ ինչ, դա արդեն ցենզուրա։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք, որ հարցը վերաբերում է եկեղեցուն ու որոշ եկեղեցականների բարձրաշրջան եկեղեցականների։ Ժողովուրդ ջան, դուք հասկանում եք եկեղեցին գոնե ինչ մարմին է, կոպիտ ասած մարմին է Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հասկանում եք, որ եկեղեցի չէ, չի կարելի։ Ով ասեց։ Մենք չունենք կուսակրոնության ուխտ։ Ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի, մի վարքյան։
Ժորժ ջան, ես ասացի, հերթով պատասխանը մետոնոր ես կողմ անդառնանք։ Ժորժ ջան, ես խնդրում եմ այս հարցով լինեք դուք շատ անաչառ, որովհետև հուսով եմ որ դուք եք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, եւ սա այն հարցն է, որ պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ ես շատ մեծ ցավ եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է ինչ կա։ Ինչու 7 տարի Ինչու 7 տարի։ Երևանի տարբեր վարչական շրջաններում իրականացված անվտանգ փոխալցման աշխատանքներից բարբերաբար տեղեկատվություն իրականացած եկեղեցիները հաճախ պատշաճ չեն կատարում վերահսկողությունը։ Ինչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ։ Արդյոք քաղաքային իշխանությունը բավարարված է փոխալցման աշխատանքների տեղեկատվության ոլորտով։ Ժողովուրդ ջան, տեսեք, ես այս մասին իմ ելույթներից մեկում ասել եմ, որ Երևան քաղաքում ամբողջական 2025 թվականի փոխհատուցումների մրցույթը հաղթել է մի ընկերություն, որը ուղիղ փոխկապակցված է նախկին իշխանությունների հետ, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ մենք բազմիցս բողոքել ենք եւ խնդիր ենք բարձրաձայնել այս մասով եւ մենք արձանագրում ենք, որ այո կան խնդիրներ, բայց Երևանի ավականու ինստիտուտը եւ Երևանի քաղաքապետարանի տարբեր համապատասխան ստորաբաժանումներ գնում են ամեն օր եւ ամեն ժամյա ռեժիմով եւ մենք վեր ենք անելու բոլոր խնդիրները եւ Երևանի քաղաքապետարանը ինչպես բոլոր այլ հարցերում չի ընդունելու որակին չհամապատասխանող աշխատանքներ։ Խոսքը AAB-ում եք դեռ։ Այս պահին որակին չհամապատասխանող աշխատանք մենք չենք ընդունում։ Գրիգոր Լուսավորչի այդ եկեղեցու հարևանությամբ չեք տեսել, որոնք մենք Դուք այգու մասին եք ասում, ոչ թե փոխհատուցում։ Այո, բայց Չէ, դուք նոր փոխհատուցման այո, մասին բայց եք նկատի ունեմ, այնպես չի որ անորակ աշխատանքներ չեք։ Տեսեք, կան Երևան քաղաքում մի քանի դեպքեր, որոնք որ անորակ աշխատանքներ եւ ընդունվել է տարբեր պաշտոնյաների կառավարման ժամանակաշրջանում եւ այդ դեպքերով կան հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթներ, բայց նորից եմ գրկում, որ դուք խոսում եք փոխհատուցումներից, ոչ թե այգիներից։ Հերքում եք փոխհատուցում։ Ես ասում եմ, որ մենք ցանկացած վատ որակի աշխատանք, որը չի համապատասխանում ստանդարտներին, մենք չենք ընդունում։ Ինչ փոփոխություններ օրենսդրական կարող եք նախաձեռնել, որ այդ խնդիրը չառաջանա, այսինքն գումարները բարձրացնել, որտեղ մրցույթներում հայտարարվում է շատ ցածր գնահատառակ։ Մենք գնման ընթացակարգում ու գնման մասին օրենքում, գնումների մասին օրենքում մենք ունենք բազմաթիվ բացեր, որը Երևանի ավականու տիրույթից դուրս է, գտնվում է ազգային ժողովի տիրույթում եւ ես տեղյակ եմ, որ ազգային ժողովի մեր գործընկերները այս պահին կամ առաջիկա արդեն իստերի ընթացքում կունենան փոփոխություններ գնումների մասին օրենքում, որը կբերի արդեն համապատասխան լուծումների։ Պարոն Խաչատրյան, ձեր թաղապետի հետ կապված AAB-ն, հա, խնամու Վոլոդիա Բադալյանի լուսահոգի ընկերությունը։ Պարոն Խաչատրյան, ձեր արդեն նախկին թաղապետ, բայց ձեր դիմակից Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվեց մի բանի համար, որի փաստերը չկան, գուցե նախաքննական մարմինը ունի, բայց փոխանակ փաստեր կան, թե ինչպես էր ձեր քույր կոալիցիոն կուսակցության անդամը, էլի նախկին թաղապետ ծեծում բռունցքներով, հարվածում քացիներով, չգիտեմ, բռունցքներով հարվածում ու ծեծում Արթուր Չախոյանին։ Հիմա անարդար չի մի տեսակ այս երկրում, որ ակնհայտ ծեծի դեպքով մարդը ազատության մեջ է, իսկ ձեր թիմակիցը անազատության մեջ, որի ծեծը ոչ մեկ չի տեսել։ Տեսեք, ժողովուրդ ջան, ուրեմն իրավական գործընթացների մասով ես մեկնաբանություն այս պահին չեմ տա, որովհետև բոլոր երկու դեպքում էլ, այսինքն թե Շենգավիթ վարչական շրջանի նախին ղեկավարի եւ թե նոր վարչական շրջանի նախին ղեկավարի հետ կապված գործերով կա քննություն, իրավապահ մարմինները քննություն են իրականացնում եւ արդեն համապատասխան ընթացակարգով կընթանա, այս մասով այսքանը ուրիշ մեկնաբանություն։ Ձեր թիմակցի մասով դուք չեք ափսոսում, անարդարության զգացում չկա, առերևույթ տեսնում եք այնտեղ ծեծի, իսկ այստեղ չգիտենք ինչ է եղել։ Այս պահին հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իսկ ինչու է ծեծել ձեր մյուս թիմակցին։ Ես ասացի արդեն, քանի որ իրական process-ներ կան, ու ես այդ պահին այդտեղ ներկա չեմ եղել, ու ես էլի եմ ասում, չգիտեմ այդպես բան եղել է թե չի եղել, ընդհանրապես ես չեմ տիրապետում իրավական գործին, ես չեմ կարող պատասխանել։ Ի տարբերություն դրա մենք տիրապետում ենք դրան, որ Տիգրան Տեր-Մարկարյանը ծեծել է Արթուր Շախոյանին։ Հա, Մարկարյան, ինքը ծեծել է, դուք էլ եք չէ՞ տեսել այդ կադրերը։ Ինչի նստած չի այդ մարդը։ Ինչ արտոն։ Այդ ոնց եղավ որ ԿՊ-ն արտոնություն չունի, մյուսը ունի։ Չէ,
Կներեք Ժորժ ջան, ես քիչ առաջ էլ դարիճում ասեցի, եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չլինի այսօր։ Բոլոր նախկին իշխանությունների այն ժողովրդին խաբելու եւ կեղծիք տարածելու, կոռուպցիոն գործակների մեջ թաթախված լինելու համար մենք ուղղակի եթե քաղաքական, եթե խնդրում եմ մի ընդհատի էլի, վայ ջան, եթե ես խոսում եմ, միջև խոսեմ։ Չէ, ես հասկացել եմ միտքը։ Լավ։ Եթե քաղաքական վենդետա մենք ցանկություն ունենք ամենքն ուժը լինենք, որը որ պետքա տենց վարվել, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չլինի։ Իսկ եթե դուք արդեն նշեցիք նոր Սամվել Ղարաբեկյանի ձեռբակալումը, կալանավորումը կապում եք քաղաքական հետապնդման հետ, նորից եմ կրկնում, դուք սխալվում եք, քանի որ չի կարող Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր ինչ-որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն կամ անգամ ինչ-որ մարդ, որը որ չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել հաթաթայի լեզվով եւ ասել, որ մենք մեր ձևերով կանենք ինչ-որ բան։ Ժորժ ջան, բոլորդ նույն հարցն եք տալի, հա։ Ժորժ ջան, մենք Սամվել Ղարաբեկյան ճիշտ մասով չեմ ուզի շատ մեկնաբանեմ իր խոսքը, որովհետև իհարկե հաճելի չի, բայց ես հստակ ուզում եմ արձանագրել, երբ որ մարդ ասում է, որ քաղաքական գործիչները, եթե չկարող, ընդդիմադիր քաղաքական գործիչները, եթե չկարողանան ինչ-որ այս խմբակի, այսինքն ժողովրդի կողմից ընտրված մեծամասնությամբ 50+ եւ ավել քվեներ ունեցող իշխանության ներկայացուցիչներին խմբակ ասել եւ ասել, եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով։ Իսկ իրանց Չէ, մեր ձևով։ Հա, օքեյ, մեր ձևով է կարող Ժորժ ջան, խնդրում եմ, էլի, մոտ միջև լսեք։ Ժորժ ջան, մեր ձևովի ժամանակները Հայաստանի Հանրապետությունում ավարտվել են, մեր ձևովի մեջ Ժորժ ջան, ես կարող եմ խնդրում եմ, էլի, մի ընդհատեք։ Մեր ձևով ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի 1-ն է, կարող եք ենթադրել, որ դա 1999 թվականի հոկտեմբերի 27-ն է, կարող եք ենթադրել, որ Պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է, կարող ենք ենթադրել, որտես բազմաթիվ իրանց ձևը եղել է իրենց ձևը եղել է իրենց ժամանակ եւ այդ ձևը Ժորժ ջան խնդրում եմ էլի մի ընդհատեք Փաշինյանը նույն բառամթերքը կրկնելով ասաց հիմա կտեսնես ես ինչպես կմիջամտեմ ես արդեն ասեցի այո Հայաստանի Ժորժ ջան կրինի ինչ-որ մեկը պատասխանի հարցը Փաշինյանը բորձուրները Ժորժ ջան խնդրում եմ այս հարցի շրջանակներում նման բան չի ասում այս հարցի շրջանակներում Ժորժ ջան մի բան էլի Հայաստանի Հանրապետության հետ, պետականության հետ, պետության հետ, ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով։ Ու ով խոսի, բացի Սամվել Ղարաբեկյանից, եթե էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու են համապատասխան իրավական պրոցեսների Ժորժ ջան, մի վարքյան։ Ի՞նչն է անգին։ Այս ձևով խոսի է ձևի կպատժի։ Այսինքն մարդը ոչինչ չի ասել ըստեյության իրավական Այսինքն դուք խնդիր չեք տեսնում։ Հիմա դուք եք կարող Ժորժ ջան։ նույն ձևով խոսել Մի վարքյան էլի, մի վարքյան Ժորժ ջան, մի վարքյան։ Դուք այսինքն շարունակում եք պնդել, որ այս կալանավորումը կամ այս քրեական գործերը ունեն քաղաքական հետապնդումների իմաստ։ Մի վարքյան, նման բան չի կարող հայտարարել։ Հեսա կտենաս արա իմ ձևով միջամտել ոնց ալու։ Մի վարքյան։ Այդ ոնց եք մտածում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ավելի շուտ չեն արժանի այդ քաղաքական հետապնդմանը ու քաղաքական նկարտումներից կալանավորելու թե Սամվել Ղարաբեկյանը դուք ոնց եք կարծում։ Եթե այդ եմ ասում, որովհետեւ մենք չենք գնում այն քաղաքական վենդետայի ճանապարհով։ Մենք գնում ենք Ժորժ ջան, ավարտում ենք մի քանի քաղաքային հարցեր ու ավարտենք։